Բարի օր, սիրելի երևանցիներ, գտնվում եմ Արինբերդ փողոցում, այս փողոցը շուտվանից վերածված է խրամատների և այս տարի ավելի ու ավելի է շատացել այդ խրամատները և մեր վարորդների համար դարձել է մի անտանելի ճանապարհ, հիշում եք, հավաքանու նիստերին 2 տարի, մի քանի անգամ, մի քանի հավաքանու նիստերին բարձրաձայնել եմ այս խնդիրը, որը պետք է լուծում ստանար անցած տարի, բայց փաստորեն ինչ է տեղի ունեցել, մանրամասն եմ։ Սկզբում մրցույթի էր դրվել այս ճանապարհը հիմնանորոգման, մրցույթը առաջին փուլով չէր կայացել, այսինքն մրցույթի մասնակից չէր գտնվել։ Դրանից հետո մրցույթ է կայացել, նորից են մրցույթի դրել, ինչ որ ընկերություն մրցույթը շահել է, որ հիմնանորոգում անի այս ամբողջ ճանապարհը։ Անցած տարվա կեսերին 25 թվականի մրցույթը շահել են, բայց հաստատի 25 թվականին պետք է աշխատանքները սկսեին ու մինչև այս պահը արդեն 26 թվականն ենք, այսպիսի վիճակ է և ոչ մի աշխատանք քաղաքային իշխանության կողմից։ Հիմա, սիրելի երևանցիներ, տեսեք, այստեղ հանրային տրանսպորտ է գործում, կանգառասրահ չկա, ոչինչ չկա, այսինքն հիմնանորոգման մեջ պետք է մտնի ոչ միայն ճանապարհը, մայթերը, այլև պետք է լինեն մայթերը, կանգառասրահները, այսինքն ամբողջ ճանապարհի լայնքով, մայթերով պետք է վերանորոգվի, կառուցվի։ Իսկ քաղաքային իշխանությունը ում է սպասում, ասեմ, ընտրություններին է սպասում, դուք ճիշտ եք, սիրելի երևանցիներ, սպասում է ընտրությունների նախաշեմին։ Այս ճանապարհը պետք է անցած տարի, դեռ 23-24 թվականից Տիգրան Ավինյանը ասում էր այո պետք է կառուցենք, իմ բարձրաձայնումից հետո է եղել այդ խնդիրը և ես փորձել եմ ստիպելով հասնել նրան, որ մրցույթ կայանա, մրցույթն էլ կայացել է, այսինքն ամեն ինչ եղել է, գումարը եղել է, փաստաթղթերը եղել են, բայց ոչինչ չի արվել այս ճանապարհի հետ կապված, մեր վարորդներն տեսեք, փոսերի մեջով են գնում, ինչի պիտի մեքենաները ջարդելով այս մարդիկ գնան, երբ որ միլիարդավոր գումարներ է բյուջե մտնում գույքահարկից։ Գույքահարկ են վճարում ու այդ գույքահարկի փոխարեն ճանապարհ չեն կառուցում։ Ամբողջ երկայնքով այսպիսի խրամատներ են։ Էրեբունի վարչական շրջանում է գտնվում այս ճանապարհը, Արինբերդ փողոցն է։ Հիմա նաև նորից եմ կոչանում քաղաքապետարանին, Տիգրան Ավինյանին, այս ճանապարհը շատ շուտ պետք է սկսի աշխատանքներ կատարել, այսինքն հիմնանորոգումը շատ շուտ պետք է սկսվի։ Ձյունը հալվեց, եղանակը բացվեց, այսինքն մոտ դա 1 ամսվա մեջ կարող է լինել, 1 ամսվա ընթացքում պետք է ամենակիչը 1 ամսվա այստեղի ճանապարհը սկսի, այդ մրցույթը շահած ընկերությունը պետք է սկսի աշխատանքները։ Ես հետևողական եմ լինելու և ստիպելու եմ Տիգրան Ավինյանին, որ արագացնեն այս պրոցեսը և խոստանում եմ թույլ չեմ տալու սա որպես քարոզչամիջոց դիտարկել, այս ճանապարհը պարտավորություն է, մեր քաղաքացիներն են այս գումարները վճարել, ոչ ոք իր տնից, ոչ Տիգրան Ավինյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը իր տան գումարները չի բերել և չի բերելու և դնելու այստեղ ձեր գույքահարկի, դուք բոլորդ եք սա անում, ուղղակի այդ գումարները իրանք են հավաքագրում, մենք էլ պիտի ստիպենք, որ կատարեն այդ աշխատանքը, ոչ թե միլիարդավոր պարգևավճարներ ստանան մեր հավաքագրած հարկերից։ Խնդրեի բոլորը տարածեք, մեր քաղաքացիները որ տեսնեն, մեր քաղաքացիները նաև պետք է քաղաքային իշխանությանը ստիպեն բոլոր հարցերում արագ կատարեն եւ ոչ մի քարոզչամիջոց պետական բյուջեի հաշվից
թույլ չտան, որ քարոզչություն կարողանան անել այն գումարների հաշվին, որը պետական բյուջեի գումարներն է կամ քաղաքային բյուջեի գումարներն են։ Այդ գումարները ձերն են, ձեզ ձեր փողերով չպետք է լավություն անեն։ Դա պարտավորություն է, որոնց համար աշխատավարձ են ստանում, մի հատ էլ միլիարդավոր պարգևավճարներ, այս սրա համար են ստանում։ Միլիարդավոր պարգևավճարներ խրամատների հաշվին։